Սոցցանցերում տարածված այս կադրերում երևում է ինչպես են ռուս իրավապահները ներխուժում Մոսկվայի Բոդրեստ համալիր, ուր բազմաթիվ ղրղыз միգրանտներ են այցելում։ Նրանք միգրանտներին ստիպել են սողալ հատակին եւ պառկել միմյանց վրա։ Բերման ենթարկվածներից մեկն Ազատությանը պատմել է տեսածն ու ապրածը։ Ոմանց հետ բասկամարտի էին բռնվում, պարտվողներին ծեծում, ոմանց փաստաթղթերն էին պատռում, հագուստով մարդկանց ստիպում էին ցատկել լողավազանի մեջ, որոշների գրպաններից փող էին վերցնում, մի օգու էլ ստիպեցին կես կիլոգրամ կծու պղպեղ ուտել։ Կադրերում երևում է, որ ուժայինների գրոհին ակտիվ մասնակցում են նաև քաղաքացիական հագուստով ու դիմակներով անձինք, դրուժիննիկ մակագրությամբ թև կապերով, որ նշանակում է կամավոր բարեկություն։ Չնայած տարածված կադրերին, Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը պնդում է, ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում։ Ոստիկանության կողմից ոչ մի ապօրինի գործողություն չի կատարվել, ասված է հաղորդագրությունում։ Ղրղստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե կապի մեջ է իր ձերբակալված քաղաքացիների հետ։ Ռեյդի ընթացքում ռուս իրավապահների կողմից հնարավոր ապօրինի գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է։ Հարցը նախարարության եւ դեսպանատան հսկողության ներքո է։ Ղրղստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Վակունովը արտգործնախարարություն է կանչվել պարզաբանումներ տալու։ Պատգամավորներին սակայն սա չի գոհացրել։ Նրանք քննադատել են արտգործնախարարությանը դանդաղ արձագանքի համար։ Ի պատասխան նախարարն ակնարկել է, թե Ռուսաստանի դեմ ավելի ուժեղ արձագանքը կարող էր լուրջ հետևանքներ ունենալ ողջ երկրի համար։ Մենք պետք է բոլոր հարցերը լուծենք բանակցությունների միջոցով։ Մենք չենք կարող վաղը դեմարշ անել։ Եթե դեմարշ անենք, 3 օրից այստեղ ամբողջ տեխնիկան կկանգնի։ Կդադարեցվի գազի ու նավթի մատակարարումը։ Նրանք մեր 100 հազարավոր քաղաքացիներին կնստեցնեն գնացքներն ու կարտաքսեն։ Քաղաքացիական ակտիվիստ Ուրմատ Ջանաբաևին սակայն այս փաստարկները չեն համոզել։ Ակտիվիստը հորդորում է Ղրղստանի կառավարությանը քայլեր ձեռնարկել։ Մեր միգրանտները զրկված են բոլոր իրավունքներից, չնայած Ղրղզստանը ԵԱՏՄ անդամ է։ Ըստ այդ համաձայնագրերի մեր միգրանտները պետք է ունենան նույն իրավունքները, ինչ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները։ Այն, ինչ հիմա անում է Ռուսաստանը, բացահայտ նացիզմ է, ֆաշիզմ։ Ըստ Ղրղստանի աշխատանքի նախարարության բաղնիքի փորձության միջով անցած միգրանտները հրաժարվել են պաշտոնական բողոքներ ներկայացնել, ինչպես ավելի ուշ արտգործնախարարն է պարզաբանել, նրանք լռել են անվտանգության նկատառումներով։ Տասնամյակներ շարունակ Ռուսաստանը աշխատաշուկա էր Կենտրոնական Ասիայի հազարավոր քաղաքացիների համար, սակայն Ուկրաինայի դեմ պատերազմից եւ վերջին ահաբեկչություններից հետո նրանց նկատմամբ ճնշումները դարձել են աննախադեպ։ Պարբերական ռեյդերի ընթացքում ռուսական կողմը շատերին նաեւ Ուկրաինայի դեմ պատերազմի է ուղարկում։